Խաղաղության օրակարգի սինհույսերը ֆորմալ երկխոսություն թե ձախողում, ուր կհասցնեն Բաքվի նախապայմաններն ընդունելու Երևանի քայլերը։ Մեկնել Խոպան առանց ընտանիքի անդամների, Պետդումայի նոր խստացումները միգրանտների համար։ Ատոմային պատերազմի վտանգ Հարավային Ասիայում, Դելհի, Իսլամաբադ դիմակայությունը հղի է միջուկային մեծ աղետի սպառնալիքով։ Ուկրաինայի հազվագյուտանածոները Վաշինգտոնի վերահսկողության տակ, Ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը ստորագրվել է։ Աշխատանքը արդյունք ստեղծելու եւ արդյունքը վայելելու միջոց վարչապետի ուղերձն ու քաղաքացիների նոստալգիկ հիշողությունները մայիս 1-ի անտոնակատարությունների մասին։ Ապօրինի գույքի մասին օրենքը թերի, Սահմանադրական դատարանի որոշումից հետո ինչպես է օրենքը կիրարկվելու։ Դատավորի կալանք կաշառքի գործով Արտուշ Գաբրիելյանը 2 ամիս կմնա փակի տակ, դատավորի լիազորությունները կասեցվել են։ Քրեական վարույթ Թաղապետարանում ծեծ կրտուքի գործով ակտիվիստին եւ թաղապետին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։ Հայտնի են Խազեր ազգային մրցանակաբաշխության հաղթողները, ովքեր են տարվա լավագույնները երաժշտության ոլորտում։ Եվ Pan-Armenian մեդիա դպրոցը 20-րդ հոբելենական շրջանավարտներին է բաց թողել մեդիայի կախարդական աշխարհ։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Ուր են հասել խաղաղության ջանքերը, փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնությունը մարտի կեսին հայտարարվեց, այս ընթացքում այն ողջունեցին արևմուտքն ու արևելքը։ Ողջուններից զատ, սակայն բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չհարցրեց, ինչու է Ալիևը չի ստորագրում, ինչու է մանևրում ու խուսանավում։ Երևանը բոլոր նախապայմանները ընդունել է, անընդունելի զիջումների գնացել, գնդակը Բաքվի դաշտում է։ Աշխարհի երկրների առաջին, երկրորդ դեմքերը շարունակում են հերթով ողջունել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներն էլ պարբերական այցերի ու շփումների մեջ են։ Բոլորը հույս ունեն, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Բայց ինչ ունենք իրականում հույսերից բացի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո միայն ադրբեջանական նախապայմաններ են հնչել։ Ուր են հասել ի վերջո եւ ինչ փուլում են բանակցությունները։ Փակուղի է։ Քաղաքագետն ասում է, եթե Հայաստանը համաձայնում է ադրբեջանական նախապայմաններին, ապա ըստ էության փակուղի չէ, բայց այդ process-ը Հայաստանի ձախողումն է, ոչ թե ֆորմալ երկխոսություն։ Փաստաթուղթ ուղարկելն ու ստանալն էլ որպես բանակցության ձև արդեն անլուրջ է, շարունակում է փորձագետը։ Բանակցությունը ենթադրում է փոխադարձություն, հավասարություն, ինչը պարզից էլ պարզ է, հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա։ Ադրբեջանական նախապայմանները կատարելու կամ չկատարելու պարզաբանումներին զուգահեռ Հայաստանը այդ փաստաթղթում կենսական կարևորության հարցեր չի ներառել, դրանք որպես պայման չի գեներացրել։ Օրինակ, խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 240 քառակուսի կիլոմետր տարածքից պետք է դուրս գա Ադրբեջանի այդ տարածքի։ Այդ հարցը չի դեռ մի շարք պահանջներ Հայաստանը պետք է ներկայացնել, որից հետո մենք կտեսնենք, որ Հայաստանը բանակցում է։ Ինչն է բանակցում, որ ոչ մի իր շահերին համապատասխանող բան այդ փաստաթղթում չկա։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում ըստ հանրային խոսքի եւ հրապարակումների չկան մի շարք կարևոր հարցեր, որոնք կարող են վճռորոշ լինել հարաբերությունների կարգավորման համար։ Քաղաքագետը հիշեցնում է նաեւ Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը։ Հաղորդակցությունների ապաշրջափակումը թեև փաստաթղթից դուրս է, բայց դարձյալ քննարկման սեղանին է։ Մյուս կողմից ադրբեջանական հանցագործությունների ու ատելության տարածումը կանխող գործողություն չկա։ Եթե ստորագրվեց Հայաստանի համար ոչ մի լավ բան այդ փաստաթղթը չի նշանակում։ Եթե չստորագրվեց, դարձյալ, եթե մեր կառավարությունը չի պահանջում Ադրբեջանից այս քայլերը կատարել, Հայաստանը միայն տուժում է։ Ադրբեջանի պարագայում իր շահերը Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների օժանդակությամբ պինդ դրել է։ Իսկ մեր պարագայում Հայաստանը դրված է սեղանի վրա բանակցությունների, քննարկում են, էլ ինչը Հայաստանից փոք ենք տանք Ադրբեջանին, այսքանը տանք, այսքանը չտանք, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրոպային, Չինաստանին։ Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում է պահանջում Ալիևը, մեկը Հայաստանը ձեռնարկել է համարելով իր ներքին գործը, մյուսը դարձյալ պատրաստ է անել։ Բայց այսքանով հանդերձ անգամ դեռ չի մոտենում խաղաղության կնքումը, չգիտենք նոր ինչ նախապայմաններ առաջ կբերի Բաքուն։ Ամեն դեպքում հայկական դիմադրություն չի տեսնում փորձագետը, ինչից էլ ենթադրելի է, փաստաթղթի թե ստորագրումը, թե չստորագրումը առնվազն չեն սպասարկում հայկական շահը։ Եվ հարց է առաջանում, լավ է, թե վատ, որ այդպես էլ առաջ չեն գնում խաղաղության հաստատման փորձերը։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Բաքուն հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրական մարտի պայմաններում համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կերակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։ Միգրացիոն կանոնների խստացում Ռուսաստանում, որ կարող է անմիջականորեն ազդել այնտեղ ապրող եւ աշխատող հայերի վրա։ Պետդուման մի օրինագիծ է քննարկում, որը սահմանափակում է աշխատանքային միգրանտների իրավունքը ընտանիքներին իրենց մոտ տեղափոխելու։ Ռուսաստանի արտգործնախարարության հայ աշխատակիցը ասում է, որ սա չպետք է ազդի ԵԱՏՄ երկրներից միգրանտների վրա, նրանց համար հատուկ միգրացիոն ռեժիմ է գործում։ Ռուսաստանը կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից, սարսափելի ողբերգությունից հետո ավելի ուժեղացրեց հսկողությունը այդ երկիր ժամանող միգրանտների համար։ Միգրացիոն օրենքի խստացումներն ավելի լայն մասշտաբով սկսեցին կիրառվել այս տարվա սկզբից։ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, այդ երկրում աշխատելը, ուսում ստանալը եւս խստացվեցին։ Ռուսաստանի միգրացիոն օրենքի փոփոխություններն ու խստացումները չշրջանցեցին նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին։ Ռուսաստանն իր խիստ օրենքները կիրառում է նաեւ Հայաստանից Ռուսաստան ժամանողների նկատմամբ։ Պետդումայում քննարկվում է օրինագիծ, որը կարող է սահմանափակել Ռուսաստան քաղաքացիություն չունեցող աշխատանքային միգրանտներին իրենց ընտանիքը երկիր տեղափոխելու իրավունքը։ Հիմա որ փորձում են խստացնել, այստեղ կարող է նաև հակասություն լինել ԵԱՏՄ համաձայնագրի հետ, որ ամեն դեպքում քննարկվում է, որ թույլ չտան ընդհանրապես աշխատանքային միգրանտներին տանել ընտանիքի անդամներին։ Դեռ դա չի ընդունվել, բայց այս մասով կարիք կա հստակեցնելու էլի, արդյոք դա վերաբերվելու է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, թե ոչ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի գնահատմամբ դա չպետք է տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա, քանի որ կհակասի միության մասին պայմանագրին։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ԵԱՏՄ պետությունների աշխատավոր քաղաքացիների համար հատուկ միգրացիոն ռեժիմ է ապահովում Ռուսաստանում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը դեմ է արտահայտվել ԵԱՏՄ երկրներից միգրանտների ընտանիքների Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքին։ Հիմա, երբ պաշտոնական Երևանը հաճախ է խոսում իր տնտեսական ու քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա մայրցամաք ուղղելու մասին, հարց է առաջանում. Էլ ինչը հաշվի առնելով պետք է ռուսական իշխանությունները առավելություն տան Ռուսաստանում աշխատանք փնտրող հայ միգրանտների համար։ Նրանք եւս հավասարեցվելու են Ռուսաստանի հետ ոչ մի քաղաքական եւ տնտեսական համակարգում գոյություն չունեցող քաղաքացիների հետ։ Երևանը լավ հասկանում է ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները եւ դրանից դուրս գալու բացասական հետևանքները։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները։ Օրենքին դեմ արտահայտվողները համարում են, որ Ռուսաստանն իր երկիր ժամանած միգրանտների նկատմամբ անհանդուրժողականություն եւ ազգայնականություն է դրսեւորում։ Ռուսաստանի իշխանությունները, կառավարության ներկայացուցիչները սակայն հակառակն են պնդում, թե իրենց կողմից ոչ մի ազգայնականության դրսեւորում չկա։ Ռուսաստանը բազմազգ երկիր է եւ տեղի իշխանությունները ողջունում են բոլոր նրանց, ովքեր պահպանում են այդ երկրի օրենքներն ու սովորույթները, գիտեն լեզուն եւ մշակույթը, նրանք, ովքեր իրականում նույնիսկ չեն ուզում աշխատել, բայց այստեղ են քարշ տալիս իրենց հարազատներին, ընկերներին եւ ընտանիքներին, մեծացնելով սոցիալական ոլորտի բեռը։ Մեզ պետք է նման միգրացիա, իհարկե ոչ։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով անցած տարի ռուսական անձնագիր է ստացել 209,000 մարդ, ինչը գրեթե 45% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, եւ սա վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Ժամանակավոր բնակության թույլտվություն ստացողների թիվը եւս նվազել է, այս դեպքում արդեն 50%։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ատոմային պատերազմի վտանգ Հարավային Ասիայում, Դելհի, Իսլամաբադ դիմակայությունը հղի է միջուկային մեծ աղետի սպառնալիքով։ Ուկրաինայի հազվագյուտանածոները Վաշինգտոնի վերահսկողության տակ, Ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը ստորագրվել է։ Աշխատանքը արդյունք ստեղծելու եւ արդյունքը վայելելու միջոց, վարչապետի ուղերձն ու քաղաքացիների նոստալգիկ հիշողությունները մայիս 1-ի անտոնակատարությունների մասին։ Ապօրինի գույքի մասին օրենքը թերի, Սահմանադրական դատարանի որոշումից հետո ինչպես է օրենքը կիրարկվելու։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։
Պատերազմի արկախված վտանգ Հարավային Ասիայում Հնդկաստանը ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը Պակիստանի ավիաչվերթների համար, չեղարկել պակիստանցիների վիզաները, արտաքսել դիվանագետներին։ Դելին Իսլամաբադին մեղադրում է Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության համար, որին զոհ գնաց 26 մարդ, հիմնականում հնդիկ զբոսաշրջիկներ։ Միջուկային երկու տերությունների միջև դիմակայությունը հղի է ատոմային պատերազմից սպառնալիքով։ Բախման դեպքում ինչպիսի վերադիրքավորումներ են հնարավոր Հարավային Կովկասում։ Տիգրանուհի Կուրղինյանի անդրադարձը։ Աշխարհը շունչոպահած սպասում է, կծավալվի արդյոք Հնդկաստան-Պակիստան բախումը, թե ոչ։ Համենայն դեպս իրավիճակի լարումից օրեր անց Պակիստանը հայտարարում է, որ հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է շուտով ռազմական գործողություններ սկսել։ Իսլամաբադը կոչ է անում Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Հնդկաստանի վրա, որպեսզի վերջինս զսպի ռետորաբանությունը եւ պատասխանատու գործի։ Պետդեպարտամենտն իր հերթին երկու կողմին է հորդորում նվազեցնել լարվածությունը, Դելին լուռ է։ Հետախուզական տվյալներ ունենք, որ Հնդկաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակում գործել մեզ վրա առաջիկա 24-ից 36 ժամերի ընթացքում ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Տասնամյակներ շարունակ Քաշմիրը չկիսող Հնդկաստանն ու Պակիստանը սրվեցին, լարվեցին, երբ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրեց սահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ, սակայն Պակիստանի կառավարությունը հերքեց, թե կապ է ունեցել 26 խաղաղ բնակիչների կյանք խլած հարձակման հետ։ Հետո դիվանագիտական հարաբերությունները լարվեցին, հետո արդեն տնտեսական կապեր նվազեցին։ Երկու միջուկային երկրների հնարավոր բախման մասին սկսեց ահազանգել աշխարհը։ Եթե այս կոնֆլիկտը լայնամասշտաբ լինի, ապա ինքը չի լինելու 1 կամ 2 ամսվա կոնֆլիկտ, ինքը կարող է տարիներ տևել։ Պակիստանի հետևում կանգնած այսօր Չինաստանը, Չինաստան-Հնդկաստան լարվածություն եւս արկա է, միջ այդ օրինակ Հնդկաստանին օժանդակում է Իրանը, նաեւ Միացյալ Նահանգները, նաեւ Իսրայելը, այսպիսով տարբեր գետերություններ կարող են ներգրավել այս պատերազմի մեջ եւ ինքը կարող է բավականին մեծ պատերազմ դառնալ։ Իսկ եթե դառնա առավել մեծ պատերազմ, ապա մեր տարածաշրջանում գոնե առիթից կարող են օգտվել Բաքուն, որ սպասում է, թե երբ գերտերությունները զբաղված կլինեն այլ խոշոր հարցերով, եւ Անկարան, որ ըստ տարբեր հետազոտությունների զենք է ուղարկում Պակիստան, ձեռքերը տաքացնելով այս կրակի վրա։ Թեև տպավորություն է, թե աշխարհի լարվածության գոտիները փոխվում են, բայց միջուկային երկրների բախումը թույլ կտա Ադրբեջանին տարածաշրջանային հարցեր լուծել, ասում է միջազգայնագետը։ Փաստ է, որ Ադրբեջանը սպասում է հարմար պահին, որ միջազգային գործոնները ներգրավված լինեն այլ խնդիրների մեջ, որպեսզի ինքը օգտագործի ստեղծված իրավիճակը, ճնշում իրականացնի Հայաստանի վրա, դա կարող է լինել լոկալ պատերազմ եւ այդ ճնշման ընթացքում ստանա այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Մեկ այլ հանգամանք է նաեւ առաջ քաշում փորձագետը, հիշեցնում է հայ-հնդկական համագործակցությունը զենգզինամթերքի ոլորտում, ինչին դարձյալ կարող է հակամարտությունը խանգարել։ Նաեւ տնտեսական նախագծեր կան։ Այնուամենայնիվ միանշանակ չեն կարծիքները, թե բախումը կարող է մեծանալ, այստեղ գերտերությունների շահագրգռվածությունը պետք, մյուս կողմից կարող է միջուկային զենքը սաստել կողմերին։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Վաշինգտոնն ու Կիևը ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը։ Շաբաթներ շարունակ տևած քննարկումներից հետո Կիևը հայտարարեց, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները համաձայնության է եկել լայն տնտեսական համաձայնագրի շուրջ, որով Միացյալ Նահանգները վերահսկողություն կստանան Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների նկատմամբ։ Վերադառնանք Հայաստանում նկատմամբ կկիրառվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը եւ ինչ պայմաններում Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո։ Հիշեցնեմ, դատարանը հակասահմանադրական չճանաչեց ընդդիմադիրների վիճարկած օրենքը, սակայն երկու դրույթ համարեց թերի։ Ըստ ՍԴ մեկնաբանության բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, նաեւ այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ։ Ինչպես է այժմ կիրարկվելու թերի օրենքը։ Նաիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Իրավաբանական համայնքն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունն է քննարկում, ինչ թերություններ այն ունի, ինչ լրացումներ ու փոփոխություններ են հարկավոր օրենքին։ Ի սկզբանե օրենքը բավականին հակասահմանադրական ու խնդրահարույց տարերով ընդունվեց ու արժանացավ մասնագիտական համայնքի քննադատությանը։ Շատ թերի է, հակասահմանադրական չեմ համարձակվում նման բան ասել, արդեն ՍԴ-ն ասել է, բայց շատ թերի է, բայց դա միայն Հայաստանի խնդիրը չէ, դա գլոբալ խնդիր է, կրկնում դա զարգացող իրավունք է, որովհետև հանրային գլոբալ շահը անընդհատ ավելի ճնշող է դառնում, այն է կազմակերպված հանցավորության, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարը, մանավանդ տրաֆիկինգ, փողերի լվացում
Եվ նման օրենքները տարբեր երկրներում շատ դժվար են մերվում համակերպվում մարդու իրավունքների հետ։ Սահմանադրական դատարանն այդ օրենքի վերաբերյալ իր որոշումն արդեն հրապարակել է, հայտնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Պետք է այդ գույքը այսուհետ, որը բռնագանձման ենթակա է, կապ ունենա հանցանքի հետ, մեկ, եւ երկրորդը պետք է համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինի։ Մասնագետների դիտարկմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրման ժամկետն էլ բավականին երկար է սահմանված։ Այն գնում հասնում է մինչև 1991 թվականի սեպտեմբեր։ Իրավաբաններն ասում են, երբ որ ապացուցողական բեռը դրվում է պատասխանող կողմի վրա, շատ դժվար է դառնում 90-ականների ժամանակագրությամբ գույքի օրինականության ծագման հիմքի մասին ապացույց ներկայացնելը։ Հաշվի առնելով նաև հետսովետական տնտեսական իրավիճական մարդկանց ապացուցելու փաստական հանգամանքներ բերելու, թե այս կամ այն գույքի ծագման աղբյուրը հիմքը որն է։ Մեր մոտ իմ կարծիքով ամենամեծ խնդիրը երկուսը կնշեի, մեկը օրենքի չափազանց երկար հետադարձելությունն է մինչև 91 թվականը, եւ երկրորդ խնդիրը, որ քրեական գործի հետ զուգամիտում, երբ որ լինում է, այստեղ արդեն երբեմն քաղաքդատավարությունը կարելի է կոնկրետ գործով, կոնկրետ հանգամանքներում համարել որպես քողարկված քրեական հետապնդում, որը նույնպես միեդը բավականին լավ շոշափում է, բայց սդան շատ մակերեսային թռուցիկ կերպով է այդ խնդրին անդրադարձել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված 140 վարույթ կա հարուցված։ Դրանց մի մասով արձանագրվել են հաշտություններ, մի մասն էլ դեռ վարույթային փուլում են։ Սահմանադրական իրավունքի մասնագետի ձևակերպմամբ քաղաքացիները կարող են միեդ հասնել, եթե նրանց համար ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն եւ Հայաստանում սպառվեն ներպետական բոլոր միջոցները։ Դատախազությունն ու օրենսդիր մարմինն ըստ Սահմանադրական դատարանի պարտավոր են առաջնորդվել արդեն իսկ ընդունված որոշմամբ ու ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում կատարեն համապատասխան փոփոխություններ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հաջորդ թեմայի մասին նորացույցում այսօր օրը կարմիրով է նշված մայիսի 1-ը, ոչ աշխատանքային են նշում ենք աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը առանց տոնակատարությունների եւ հրավառությունների։ Երևանում այսօր տարեց քաղաքացիները կարոտախտով են հիշել խորհրդային տարիների երբեմնի շքերակարարողություններն ու քայլերթները, ասել, որ տոնական տրամադրությունը չքացել լքել է բոլորից։ Կար ուրախություն, կա ամեն ինչ, ժողովրդի ժպիտ։ Կարոտով են հիշում խորհրդային տարիների մայիսի 1-ը, որն այլևս առաջվանը չէ։ 78-ամյա Սուրեն Պապն ասում է, մինչև հիմա աչքերի առաջ է այդ օրերի տոնական տրամադրությունն ու մեծ շքերթները։ Գնում ենք ուտել խմելու, ջահելներով, ընտանիքներով։ Մեծ շուկով էր նախկինում նշվում մայիսի 1-ը, հին ու բարի օրերում մեծ ու փոքր դուրս էին գալիս շքերթի, լցվում դաշտերն ու քեֆանում։ Միշտ նոր հագուստ էինք հագնում, մեր ծնողները մեզ համար հատուկ պատրաստում ենք, գնում էինք հրաբարակ, պարադեր, շատ ուրախ լավ անցնում էր։ Ես միշտ էլ մասնակցել եմ մայիսի 1-ին Մատենադարան մոտից մինչև պրոսպեկտի վերջ։ Ընկերների հետ միշտ այդ օրը լավ ժամանակ ենք անցկացնում, այդքան բան։ Ժողովուրդը լավ ապրում էր, աշխատում էր, աշխատանք ուներ, ավանց էր տանում, ռոճիկ էր տանում։ Ուրա, լավ, ամեն ինչով շատ լավ էր, բայց դե մի շատ տխուր է։ Ի սկզբանե աշխատավորների համերաշխության միջազգային օրը իրավունքների պաշտպանության, գործազրկության ու շահագործման դեմ պայքարի օր էր։ Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց որպես խորհրդային տարիներից մնացած, սակայն ավելի ուշ այն սկսեցին նշել որպես աշխատավորի օր։ Այսօր մայիսի 1-ը Հայաստանում սահմանված է որպես տոնական ոչ աշխատանքային օր։ Ես հիշում եմ փոքր ժամանակ պապաս տանում էր մեզ մանկական երկաթուղի, այնտեղ ինչ հաճել էր, մինչև հիմա այդ հիշողությունները կան։ Դե հիմա ինչ, պատերազմից հետո մարդիկ ոչ ուրախանալու բան ունեն, ոչ ցանկություն ունեն։ Մայիսի 1-ի խորհուրդը մեր օրերում սահմանափակվում է միայն ուղերձներով ու հիշողություններով, իսկ ժամանակին մարդիկ հավատում էին, որ աշխատանքն է գեղեցկացնում մարդուն։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Աշխատավորների օրը այնուամենայնիվ մայրաքաղաքում մի քայլերթ եղել է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան ապաքաղաքական երթ է անցկացրել բարձրաձայնելու աշխատողների իրավունքների եւ աշխատանքային պայմանները բարելավելու մարտահրավերի մասին։ Անցած տարի իրավունքների խախտման 650 դիմում բողոք է ստացել Արհմիությունը։ Աշխատանքային իրավունքների պատշաճ մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ, օմբուդսմենն է գրել իր ուղերձում։ Ուղերձներ են հղել նաեւ վարչապետն ու նախագահը։
Մայիս 1-ն է աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը վաղ առավոտից շնորհավորական ուղերձներ է տարածում։ Թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով եւ լավ ապրում ենք մեր իմացածի չափով եւ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը։ Իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները եւ ստեղծել նոր արժեքներ, շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի։ Այսօր էլ մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են, իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում։ Եվ իր ուղերձում միայն մարդու իրավունքների պաշտպանն են նկատում։ Հայաստանում շարունակում են աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման բազում խնդիրներ այսօրեական մնալ։ Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է աշխատաշուկայում կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Առանցքային է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովման ուղղված առավել հետևողական եւ ամբողջական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Տարիներ շարունակ աշխատանքային իրավունքների ոտնահարման հարյուրավոր դիմում բողոքներ է ստանում աշխատանքի տեսչականը։ Օրինակ, միայն նախորդ տարի այն գերազանցել է ավելի քան 480-ը։ Տեսչականի թեժ գծի զանգերն էլ շատացել են։ Եթե 2024-ի առաջին եռամսյակում 1473 զանգ էին ստացել, ապա 2025-ին ճիշտ 2025 ավելի 552-ով։ Պատճառը բազմաթիվ է։ Դրանք կարող է լինել թե աշխատողի իր իրավունքի վերաբերյալ չիմացությունը, թե գործատուի կողմից խոչընդոտները։ Ըստ Մանասերյանի, մեր երկրի աշխատանքային օրենսգիրքը հնարավորինս համապատասխանեցված է միջազգային փաստաթղթերին, նաև մեր աշխատաշուկային։ Խնդիրը օրենքը գործարկելն է, թե չէ բոլոր լավ ձևակերպումներն էլ շրջանցել հնարավոր է։ Երբ խախտվում է աշխատանքային իրավունքը, չի կարելի դրա հետ ուղղակի համակերպվել, պետք է անպայման դրա մասին բարձրաձայնել եւ գնալ այդ իրավունքի վերականգնման հետևից։ 2023-ից հիշենք, աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ, սակայն այս ընթացքում նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են արձանագրել, այն դեռևս բավարար չէ դեպքերի կանխարգելման եւ իրական պաշտպանության համար։ Անցած 1 տարվա ընթացքում աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության զոհ է դարձել 3 քաղաքացի։ Տեսչականում հարուցված վարույթները կարճել են աշխատավայրում բռնության դրա սպառնալիքը ներառող արարքներ չարձանագրելու հիմքով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմերը եթերում կվերադառնանք քիչ անց։ Դատավորի կալանք կաշառքի գործով Արտուշ Գաբրիելյանը 2 ամիս կմնա փակի տակ, դատավորի լիազորությունները կասեցվել են։ Քրեական վարույթ Թաղապետարանում ծեծ կրտուքի գործով ակտիվիստին եւ թաղապետին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։ Հայտնի են Խազեր ազգային մրցանակաբաշխության հաղթողները, ովքեր են տարվա լավագույնները երաժշտության ոլորտում։ Եվ Pan-Armenian Media դպրոցը 20-րդ հոբելենական շրջանավարտներին է բաց թողել մեդիայի կախարդական աշխարհ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Համարձակ կրքոտ կերպարներ, բեմական շքեղ լուծումներով շոու ծրագիր, մայրաքաղաքում իսկական երաժշտական հրավառություն ներկայացել է Խազեր ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ի դեպ հեռարձակվել է Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Տարվա լավագույն երգչուհին Սոնա Ռուբենյանն է, լավագույն երգիչը Էրիկ Կարապետյանը։ Էլով է տուն տարել քանդակագործ Նուրի Արև ու Պար խորհրդանշող խազապար արձանիկը, Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Կարմիր գորգ, բեմական կրքեր, համարձակ ու անզուգական կերպարներ։ Հայկական շոու բիզնեսն է դիտակետում։ Հայկական երաժշտական ակադեմիայի կազմակերպած Խազեր մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է հավաքել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներին, ոլորտի ներկայացուցիչներին, որոնց պարգևները 17 անվանակարգում են։ Հաղթողներն ընտրվեցին ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ։ Մեզ համար շատ կարևոր է նոր հորիզոններ բացել մեր արտիստների համար։ Մենք այստեղ ունենք Hure Recording Academy-ից եւ մենք փորձում ենք նրանց հետ համագործակցության եզրեր գտնել եւ նրանք արդեն ողջունում են մեր գործունեությունը
այստեղ եւ արդեն եկել են որ տեսնեն թե մենք ինչ ենք անում այստեղ, հուսով եմ որ մրցանակաբաշխությունը շատ լավ կանցնի եւ մեր արտիստների համար նոր եւ հետաքրքիր ուղիներ կբացվեն դեպի միջազգային շուկաներ։ Բոլորս սրտի դողով սպասում ենք թե ծրարը բացվելու է եւ ում անունն են կարդալու։ Այս ձևաչափի մեջ ես կարծում եմ որ հայկական երաժշտությունը ավելի կփայլի եւ ավելի հասանելի եւ մատչելի կլինի շատերի համար։ Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական արվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող յուրահատուկ համերգային կատարումներով։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր Գրեմիի կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քիթ Ուեյքլին, որը նաեւ Recording Academy-ի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է։ Չափազանց կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, մենք երաժիշտներս ծախսում ենք մեր ամբողջ կյանքն ու ժամանակը ձևավորելու դարաշրջանը։ Ընկերներով, համախոհներով հավաքվել ենք այստեղ ինչ-որ բան ստեղծելու, արարելու համար։ Մրցանակաբաշխության չափանիշները բարձր են, այն ընդգրկում է էստրադային, դասական եւ ժողովրդական երաժշտությունը։ Կարին ավանդական երգի պարի խումբը Լիգիլի երգով էր նոմինացված լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգում, որի մշակումները սկսվել էին Գագիկ Գինոսյանի հետ։ Մեր արված աշխատանքը առաջին անգամ է Հայաստանում այս մասշտաբի ուշադրության արժանանում եւ ինչ խոսք հաճելի է, որ մեր կատարված աշխատանքը գնահատվում է։ Երգից մի փոքր հատված Շեք ծամով մեկ ու ճարախ չի գայ համով դեղ ու ճարախ չի։ Լավագույն երգչուհի տիտղոսի համար պայքարը Սոնա Ռուբենյանի, Բրյունետի եւ Իվետա Մուկուչյանի միջև է։ Ես եկել եմ այս տոնը վայելելու, անկեղծ եմ ասում, ես չեմ սպասում ոչ մի մրցանակի։ Մրցանակները եւ մրցանակաբաշխություններն են շատ կարեւոր, որպեսզի այսպիսի տոն ունենանք բոլորս միասին։ Սոնա Ռուբենյան Իմ աղջիկ, իմ սրտի փոքր կես Էրիկ Կարապետյան Երկուսիս համար մի ճանապարհ Քսետ ուզում է սիրտս ապրել երկար Մրցակցությունը թեժ ու բուռն էր, լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, լավագույն երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Լավագույն երգ մրցանակը ստացավ Արամ Էմպետրիի երևի ստեղծագործությունը, երգը հաղթեց նաև լավագույն տեսահոլովակ անվանակարգում։ Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգերում մրցանակը Ավետիս Բերբերյանինն է կոմիտասական խմբերգաշար Սյուիտի համար։ Հաղթողներին շնորհվեց Խազ յուրատեսակ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ նկարիչ Արման Նուրն է։ 2025 շնորհավոր բոլոր մրցանակակիրներին եւ մասնակիցներին։ Մենք կհանդիպենք հաջորդ տարի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Երազանքից իրականություն ընդամենը մեկ քայլ, այդ հնարավորությունը Pan-Armenian մեդիա դպրոցը ընդերձնել է շատ երիտասարդների, որոնք ուսանողի նստարանից միանգամից հայտնվել են էկրաններին, մի շարք պրոյեկտների շրջանակում դարձել աստղեր։ Pan-Armenian-ը 20-րդ հոբելենական շրջանավարտներին է բաց թողել մեդիայի կախարդական աշխարհ։ Մեդիա ոլորտի հանդեպ սերն ու հետաքրքրությունն է տարբեր տարիքի ու նախասիրությունների այս երիտասարդներին հավաքել մեկ գաղափարի շուրջ։ Դառնալ ոլորտի լավագույններից ու ձեռք բերել մրցակցելու խիզախություն։ Pan-Armenian մեդիա դպրոցը հոբելյանական 20-րդ խմբին գիտելիքներով զինված ճանապարհեց մեդիա աշխարհ։ Մեծ հնարավորություն է տալի մեդիա դպրոցը բոլոր ուսանողների համար, թե աշխատանքի համար եւ թե մեծ փորձ ունենալու համար եւ այդ փորձը օգտագործելու։ Հիմնականում դասախոսները այնպիսի միջավայր, այնպիսի տրամադրություն են ստեղծում ուսանողների մեջ դասալսարաններում, որ տրամադրվում է բոլոր դասերին։ Ուսանողները ոգևորված են շնորհիվ բարձր առաջադիմության, նրանցից որոշներն աշխատանքի են անցել։ Նկարահանվում են բարձր վարկանշային նախագծերում։ Հաղորդավարություն, մարքեթինգ, դերասանական արվեստ եւ այլ ժամանակակից մասնագիտություններ ընդամենը 6 ամսյա ուսումնական ծրագրով ոլորտի լավագույններից սովորելու հնարավորություն է տալիս մեդիա դպրոցը։ Գրանցվելով մեկ դասընթացի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու բոլոր դասընթացներին։ Շատերն իրենց բացահայտեցին այլ ոլորտներում եւս։ Կրթության որակի ու մեծ հնարավորությունների մասին էլ ուսանողներն իրենք են փաստում։ Իմ հիմնական բաժինը եղել է սցենարական կինոռեժիսուրա բաժինը, բայց բոլոր դասընթացներին հաճախել եմ ու դա ինձ հետագայում շատ օգնեց, որովհետև ես դրա շնորհիվ տեղավորվեցի աշխատանքի հենց այստեղ TV-ում, արդեն նկարահանվում եմ։ Մեդիա դպրոցի դերը շատ մեծ է,
ամեն հարցում մեր կողքին են լինում դասախոսները, տնօրինությունը։ Դասավանդողները եւս ողջևորված են, հպարտությամբ են խոսում ուսանողների ու նրանց հաջողությունների մասին։ Վստահ են հիմքն ամուր է։ Մասնագիտական հմտություններից բացի ձևավորվել են որպես անհատներ, սովորել աշխատել թիմով։ Նրանք շատ լավ օգտագործում են մեր ժամերը, ազատագրվում են շատ կոմպլեքսներից, հասկանում են ինչ է նշանակում թիմային աշխատանք, հասկանում են ինչ է նշանակում չուշանալ, միահամուռ կերպարի շուրջ, ասենք քննարկում ենք պիեսները, որ իմ ամենասիրելի աշխատանքն է, եւ իրենք շատ ակտիվանում են։ Ես որպես խոսքի մշակույթի դասախոս մաղթում եմ ուսանողներին, որ ամենուր գիտակցեն խոսքի ուժը եւ արժանապատվորեն գրեն այն։ Հաջողությունների շատերն են հասել, ունենք արդեն գոլեգաներ եւ Armenia TV-ում եւ ATV-ում։ Այս նոր մեր ավարտած խմբից արդեն շատերը ներառվել են ինչ-որ տեսակի պրոյեկտներում, հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի։ Նրանք ովքեր ունեն երազանք, թող միանան մեզ, նաև մենք Արցախից շատ ուսանողներ ենք ունեցել, կուզեմ իրենք էլ գան։ Երազանքներն իրականանալու սովորություն ունեն, եթե ճիշտ ուղի ես ընտրում։ Մեդիա դպրոցը սիրով ու հյուրընկալությամբ սպասում են նոր սերունդներին։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Անցնել ծաղիկների կամրջի տակով, սուրճ խմել սիրահարների կամրջի վրա, նստել հանգստանալ Սփյուռքի կամրջին ու այս ամենը մեկ վայրում։ Հայաստանի ամենամեծ առևտրի կենտրոնը Մեգամոլ Արմենիան հաճախորդներին հրավիրում է շոփինգ վիքենդի։ Սպասվում են աննախադեպ զեղչեր, շահավետ գնումներ եւ հաճելի ժամանց։ Հայաստանի ամենամեծ մոլում Մեգամոլ Արմենիայում շաբաթը կամփոփվի ամենամեծ զեղչերով, հերթական շոփինգ վիքենդն է։ Անցկացվելու է մայիսի 2-ին, 3-ին, 4-ին, 9-ին, 10-ին եւ 11-ին, երկու շաբաթ, երկու վիքենդ ունենալու ենք մեծ շոփինգ վիքենդ, հատուկ կազմակերպված հաճախորդներին էլ ավելի հարմարավետ գնումներ կատարել, կկարողանան գտնել իրենց սրտի ուզածը, ինչու՞ չէ իրենց սիրած բրենդերից օգտվեն։ Արդեն մի քանի տարի է շոփինգ վիքենդը անցկացվում է Մեգամոլում եւ ասեմ, որ բավականին բարձր ցուցանիշ ենք ունենում այդ օրը, թե հաճախորդների հոսքը, թե առևտուրը խանութ սրահներում բավականին բարձր է լինում եւ կարծում եմ այս տարի եւս Շուրջ 98000 քառակուսի մետր տարածք ընդգրկող Մեգամոլ Արմենիան բացառիկ վայրերից է, որտեղ մեկտեղվում են հաճելին ու օգտակարը։ Ընդհանուր առմամբ այստեղ ներկայացված են տեղական եւ միջազգային շուրջ 100 բրենդներ։ Մեգամոլում հիմա նաեւ բազմաթիվ են coming soon պաստառները։ Մեր երկիր բրենդներ են գալիս իրենց առաջին ու դեռևս միակ մասնաճյուղը հիմնելով այստեղ։ Շուտով մոլում իրենց դռները կբացեն համաշխարհային բրենդներից Tommy Hilfiger-ը, Nike-ը, Swarovski-ն, Egoist-ը, Betty Barclay-ն։ Բացի խանութ սրահներից մոլն իր հաճախորդներին առաջարկում է տարածաշրջանի ամենամեծ փակ խաղահրապարակը, շուրջ 9000 քառակուսի մետր տարածքով, նախատեսված թե փոքրերի եւ թե մեծերի համար։ Cinema Star կինոթատրոնն էլ իր տեխնիկական նորագույն հագեցվածությամբ ապահովում է որակյալ կինոդիտումը, իսկ food court-ում ամենասիրված սննդի օպերատորներն են մեկտեղված։ Այս ամենից զատ մոլն իր հաճախորդների հարմարավետության համար գործարկել է եռահարկ ավտոկայանատեղի, նախատեսված շուրջ 1800 մեքենայի համար։ Մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները՝ Սփյուռքի, ծաղիկների, սիրահարների, երազանքների եւ երաժշտության, որոնք օգնում են տարածքում հեշտ կողմնորոշվել։ Այնպես որ Save the Date, հիշեք օրը մայիս 2-ից 4, 9-ից 11 Մեգամոլում շոփինգ վիքենդ է։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծկրտուքի գործով քրեական վարույթ է հարուցվել ակտիվիստ Չախոյանին, թաղապետ Տեր-Մարգարյանին եւ եւս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։ Եթե Նոր-Նորքի թաղապետին Տիգրան Ավինյանը հեռացնի պաշտոնից, մենք բոլորս հրաժարական կտանք, հայտարարել է Մալաթիա Սեբասիայի թաղապետը։ Օրվա այս եւ մյուս ուշագրավ նորությունները մեկ տեսաշարով։
Վերջին 10 տարիներին զինվորական ծառայության հրավիրվածների 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են 15 միլիոն դրամ դարձնել։ 2020-ից 24 թվականների ընթացքում մինչև 12 տարեկան 8721 տղա է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ Հայաստանից մեկնում են բուժման կամ ուսման պատրվակով։ Մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում։ Հարուցված քրեական գործերից 2494-ը կարճվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկրտուքից հետո ակտիվիստ Արթուր Չախոյանի, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի եւ թաղապետարանի 3 աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Թաղապետարանի երեկվա ծեծկրտուքը թաղապետարանի աշխատակիցների եւ Չախոյանի միջև էր։ Ոստիկանությունը տեսանյութի հրապարակումից հետո է մեկնել թաղապետարան, որից հետո Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին հաղորդում ներկայացնելու։ 2024 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պահվող 12 անձ է մահացել տարբեր պատճառներով։ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նրանցից 10-ը մահացել են քաղաքացիական բուժհաստատություններում, 2-ը Արթիկ եւ Նուբարաշեն կալանավայրերում։ 2023 թվականին ի դեպ 16 բանտարկյալ է կալանավայրերում մահացել։ Ոստիկանությունը քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառել, պնդում է նրա փաստաբանը։ Տեսանյութ է տարածել սոցցանցում ու գրել. Նախ բռնության են ենթարկել տանը ապատարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել ու բերանը փակել կպչուն ժապավենով։ Ներքին գործերի նախարարությունից էլ պարզաբանում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները այցելել են բնակչի տուն։ Ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո նա դրսևորել է ոչ պատշաճ բարք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանները կիրառել են ֆիզիկական ուժ եւ նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրում են ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում։ Այսօր առավոտյան 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի քաղաքներում, ինչպես նաեւ Երանոց, Վանաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր եւ Գեղարքունիք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին օդերևութաբանները վաղը կարճատև անձրև եւ ամպրոպ են կանխատեսում։ Ի դեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 16-ից 23 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 20-ից 26, Լոռիում 17-ից 20, Տավուշում 19-ից 23 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 24-ից 27, Սյունիքի հովիտներում 28-ից 31, իսկ Սյունիքի նախալեռներում 20-ից 24 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 13-ից 15 աստիճան ջերմություն, ցերեկը 24-ից 26, երեկոյան ժամերին 16-ից 18 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։